Արդեն ավանդաբար Ոսկե ծիրան Երևանյան միջազգային փառատոնը շարունակում է ակտիվ գործակցությունը Հայաստանում գործող դիվանագիտական կառույցների, մշակութային ինստիտուտների և միջազգային կառույցների հետ։ Ոսկե ծիրանի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը փաստում է, այս գործակցությունը վերածվել է երկարամյա բարեկամության, որի արդյունքում լավագույնս օգտագործվում է կինոյի հզոր ներուժը։ Ինչպես տեսնում եք, իսկապես կինոն դա քաղաքականություն է եւ դրա համար մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում համագործակցությանը դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների հետ։ 23 տարիների ընթացքում Ոսկե ծիրանը համագործակցել է բազմաթիվ դեսպանատների, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, կայացրել է եւ իրականացրել է բազմաթիվ միջազգային ծրագրեր, այդ առումով իսկապես լավ փորձ ունենք։ 23-րդ Ոսկե ծիրանի ծրագրում հատուկ ներկայություն ունեն Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի ֆիլմերը, իրենց հեղինակային ձեռագրերով, կինոգեղագիտությամբ և հնչեղանուններով։ Կանադայի դեսպանության հետ սերտ գործակցության շնորհիվ փառատոնի միջազգային մրցույթում ընդգրկված է Հյուբեր Կարոն Գուայի «Սահմանների մեխանիկան», տարածաշրջանային մրցույթում Սանաս Սոհրաբիի անավարտ օրացույցը, Մարլեն Էդոյանի «Այնտեղ կրակ կա» և Գիլդա Փուրջաբարի «Արևմտամետները» ֆիլմերը։ Դեսպան Թըրներն ուրախ է արդյունավետ գործակցության համար։ Կանադան նախկինում էլ Ոսկե ծիրանին որոշակի մասնակցություն է ունեցել Ատոմե Գոյանի շնորհիվ։ Այս տարի մասնակցում ենք 4 ֆիլմերով, որոնք արտահայտում են այն ամբողջ բազմազանությունը, որն արժևորում է Կանադան։ Մեծ թեմատիկ բազմազանություն կա այս ֆիլմերում աշխարհաքաղաքական զարգացումներից մինչև երիտասարդության խնդիրները։ Աննամբերությամբ սպասում ենք փառատոնի մեկնարկին։ Ֆրանսիական ծրագիրը մեծ ընտրություն է առաջարկում հանդիսատեսին։ Փառատոնը կբացվի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով, իսկ Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմը ֆրանսիական ծրագրի այցեքարտն է։ Ֆիլմի երևանյան պրեմիերայի առիթով փառատոնի պատվոհյուրն է Սիմոն Աբգարյանը։ Շատ են նաև հայ-ֆրանսիական համարտադրությամբ ֆիլմերը։ Մեր գործակցությունը նաև մեկ հարթակում հայ և ֆրանսիացի կինոգործիչներին համախմբելու լավ հնարավորություն է։ Ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական համարտադրությամբ ֆիլմերը շատանում են։ Փառատոնի հատուկ հյուրերից է նաև աշխարհահռչակ կինոօպերատոր Բրունո Դելբոնելը, որը GAIF Pro մասնագիտական հարթակի շրջանակում վարպետության դաս կանցկացնի։ Գյոթե ինստիտուտի հետ գործակցությամբ գերմանական ծրագիրը ներկայացնում է արդի եվրոպական կինոյի հագեցած մի ծրագիր, որը կբացվի Վալեսկա Գրիզերբախի «Երազած արկածը» ֆիլմով, իսկ ամենասպասվածներից մեկը Կաննի այս տարվա ֆավորիտներից Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» ֆիլմն է, որը Երևանում կներկայացնի ինքը Պավլիկովսկին։ Լեհ ռեժիսորը եւ սցենարիստը այս տարի կլինի Հայաստանում որպես պատվոհյուր։ Եվ նա նույնպես եվրոպական կինոյի ամենաազդեցիկ հեղինակներից մեկն է եւ հիմնականում անդրադառնում է հիշողության, ինքնության, աքսոր եւ վերադարձ թեմաներին։ Ոսկե ծիրանը 23 տարի շարունակ գործում է նաև որպես մշակութային դիվանագիտության ազդեցիկ հարթակ, բազմամշակույթ աշխարհում նպաստելով ստեղծագործական երկխոսության զարգացմանը։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։